Մենք տաղավարում ենք ու մեզ են միացել մարդիկ, ովքեր ֆանտաստիկ լավ էներգիա են բերել իրենց հետ մեր տաղավար, ասա որ այդպես է։ Եվ գարնանային շունչ, Եվ գարնանային շունչ, վստահաբար, մի տեսակ շատ գունեղ է առհասարակ նրանց կերպարը, բայց թե ովքեր են նրանք քիչ հետո, հիմա շատ կարևորի մասին, սիրելի ուսադիտողներ, 2026 թվականի մայիսի 2-ին Լոռու մարզի Դեբետ գյուղում կկայանա TEDx Դեբետ միջոցառումը միջազգային TEDx նախաձեռնության շրջանակներում։ Այն գաղափարների փոխանակման հարթակ է, որն ուղղված է մարզային միջավայրում լսելի դարձնելուն նոր գաղափարները եւ ոգեշնչող պատմությունները։ Մեր տաղավարում են TEDx Դեբետ ծրագրի գլխավոր կազմակերպիչ Սվետլանա Մուրադյանը եւ TEDx Դեբետի համակազմակերպիչ Գայանե Հակոբյանը։ Բարի լույս, շնորհակալություն, որ ձեր առավոտը կիսում եք մեզ հետ։ Բարի լույս։ Ողջույն։ Եկեք ուղիղ եթերի շրջանակներում ես միանգամից խոստանամ, որ ինձ բաժին ընկած պղպեղով փաթաթուկը ես կհյուրասիրեմ ձեզ, որովհետև դա ձեզ նույնպես շատ գրավել է։ Եվ անցնենք արդեն բուն թեմային։ Եկեք մի փոքր, շատ կարճ ներկայացնենք առհասարակ TEDx-ի մասին, որպեսզի բոլորին պարզ լինի, հետո արդեն լոկացիոն առումով կկենտրոնանանք TEDx Դեբետի վրա։ TEDx-ը TED Conference-ի տարածաշրջանային միջոցառման ֆորմատ է, TED-ը լիցենզիա է տրամադրում այն կազմակերպիչներին, ովքեր իրենց տարածաշրջանարում հենց իրենց տիպիկ թեմաների մասին ցանկանում են բարձրաձայնել։ Դիմելու process-ը այդքան հեշտ չի, մենք երկուսով բավական երկար դիմել ենք ստանալու կոնկրետ դեբետի համար։ TEDx Դեբետ ես Գերմանիայում եմ բազմաթիվ անգամ կազմակերպել, TEDx Երևան կազմակերպվում է, լսել եք երևի բազմիցս առաջին միջոցառումը չէ, որ մենք անում ենք տարածաշրջանային, բայց թերևս մեր միջոցառումը ունի երկու նպատակ։ Առաջինը հենց տեղի այդ օրվա դահլիճում գտնվող համայնքի ներկայացուցիչների տալ հնարավորություն լսելի դարձնել իրենց ձայնը ամբողջ աշխարհին, եւ երկրորդը հենց այդ ֆորմատով նկարահանած տեսանյութերը տեղադրել TEDx հարթակներում, որը մեզ հենց TED-ն է հնարավորություն տալիս, որը կտարածվի արդեն թարգմանված տարբերակներով ամբողջ աշխարհում ու հասանելի կլինի ընդմիշտ այդ հարթակներում։ Կարճ այսքանը TEDx-ի մասին։ Ճիշտ եմ հասկանում, որ ընտրված խոսնակներ կան։ Այո։ Եվ այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել, պարզապես պիտի լրացնեն հայտը մասնակցության, սահմանափակ քանակով, ինչպես հասկանում ենք, ինչ ժամկետում կարող են դիմել, որովհետև ժամկետները արդեն սեղմ են, եւ եթե գաղտնիք չի, ովքեր են խոսնակները եւ որ ոլորտներից, որովհետև մեծ հաշվով TED-ը եւ գիտություն, եւ հոգեբանություն, եւ արվեստ լայնածավալ ու լայնամասշտաբ թեմաներ կան։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար, ինչը կապված է գրանցումների մասին, մենք երեկ արդեն հայտարարել ենք, որ գրանցումների հարթակը բաց են ու առաջին անգամ նաև այս հարթակում ենք, էլի այդ մասին ուզում տեղեկացնել։ Գրանցումները մինչև մայիսի 1-ն է, որովհետև բուն միջոցառումը մայիսի 2-ին է լինելու։ Խոսնակների մասով այստեղ չեն կարող հայտարարություն անել, քանի որ մենք դեռ մեր հարթակներում այդ մասին տեղեկություն դեռ չենք տարածել, բայց խոսնակները արդեն մեր ցանկում կան։ Խոսնակները տարբեր ոլորտներից են եւ ուզում եմ շեշտել, որ շեշտը դրել ենք մարզային մարդկանց ներգրավելու, որովհետեւ մեր բուն նպատակը մարզին դարձնել թիրախային, ոչ թե այն մարդկանց, ովքեր տարբեր հարթակներում իրենց խոսքը լսելի են դարձրել եւ իրենց տարբեր միջոցառումներում արդեն հայտնիություն են ձեռք բերել։ Ինչ սպասել մայիսի 2-ին Լոռվա մարզ, Դեբետ գյուղ եւ TEDx Դեբետի շրջանակներում ինչ է կատարվելու այդ օրը մի քիչ մանրամասն կխնդրում եմ։ Շատ վառ օր ենք ունենալու, մասնավորապես, քանի որ գիտենք մայիսի 1-ից մինչև 4-ը երկար ոչ աշխատանքային, շրջան է լինելու։ Այդ պատճառով հստակ բոլորին ասում ենք հաստատ եկեք Լոռի, եկեք Դեբետ, այդ մեկ, երկրորդը Արև խոստանում եք թե անձրևային։ Արև կիսով չափ կխոստանանք մի քանի ժամ։ Լավ։ Լավ, ամսի 2-ին վաղ առավոտից սկսում է մեր կազմակերպչական շրջանը, բայց քանի որ գիտենք Երևանից շատ մասնակիցներ ունենք այնտեղ գալու նպատակով մենք երկուսն ենք սահմանել ժամը միջոցառման սկիզբը։ Մոտավորապես 3 ժամ է տևելու միջոցառում, ունենք 7 խոսնակներ, ունենք ներկայացումներ ընթացքում,
մենք իրականացնելու ենք ի սկզբանե նպատակ ունենք իրականացնելու հենց դեբատանը, հետո պլաններ փոխվեցին եւ ներկայումս միջոցառումը տեղի կունենա Coop Smart կենտրոնում, որտեղ ունենք բոլոր հնարավորությունները նկարահանելու այն որակով կոնտենտը, որը հետո միջազգային հարթակներում պետք է կիսվենք։ Միջոցառումը չի վերջանում այդ 3 ժամով, մենք ունենք networking session-ներ, այսինքն նույն խոսնակների հետ, որոնք 7-ն են, խոսնակները բաց են լինելու հանրության եւ դահլիճում գտնվող, ոչ միայն մասնակիցների հետ ունենալ one-on-one-ներ, շփվել, քննարկել իրենց թեմաները հետ ելույթային թեմաները։ Եվ մի փոքր երևի Սվետան ասաց իրոք չենք ուզում ասել թե ովքեր են խոսնակները, բայց մի փոքր ոլորտային, ոնց որ դուք նշեցիք, ոլորտային կուզենք բացել։ Հիմնականում եւ մարզերից բնակիչներ են ելույթ ունեցողները, ովքեր թերևս քաղաքից, ինչպես եւ Սվետան, տեղափոխվել են այդպիսի համայնք, որտեղ ոչ բոլոր պայմանները կային, որոնք իրենք նախկինում ունեին։ Ու ցույց են տալիս, թե ինչպես իրենց ապրելակերպով ստեղծում են մի համայնք, որտեղ եւ իրենք են շատ հաճույքով ապրում, եւ ստեղծում են համայնք իրենց շուրջը գտնվող մարդկանց համար, ովքեր հենց այդտեղ ապրում էին տարիներ շարունակ։ Ես ի հավելում գանեի, կուզեի ասել, որ նաեւ երբ որ տեղափոխվում ես մեծ քաղաքից փոքր քաղաք կամ գյուղ, ուզում եմ ասել ինչու եւ ինչպես առաջացավ TEDx Debate գաղափարը, որովհետեւ ես ի սկզբանե միշտ երազով եմ նայել այդ ամենին, ու իմ կյանքի փուլում հայտնվեց Գայանեն, ով ուներ մեծ փորձ կազմակերպելու եւ կարողացավ նաեւ միանալ իմ գաղափարին եւ դարձավ իմ գաղափարակից ընկերը, որի արդյունքում ունենք մենք հիմա TEDx Debate-ը ու կուզեմ զուտ իմ փորձի տեսանկյունից ելնելով նշել, որ պարտադիր չի դու ապրես մեծ քաղաքում ու ունենաս զուգահեռ մեծ գաղափարներ, որովհետև երբ որ դու ապրում ես փոքր ինչ-որ լոկացիայում, դու ունենում ես համապատասխան էներգիա, ձերբազատվելով այն ավելորդ էներգիայից, որը դու սպառում ես դա մեծ քաղաքում։ Արդյունքում ես կարողացա հավաքել այն էներգիան, որի շուրջը ես հիմա կարողանում եմ Գայանեի հետ ստեղծել մեր TEDx գաղափարը, TEDx Debate գաղափարը եւ մեր հենց սլոգանն էլ դա է, որ բարձր գաղափարներ բնության լռության մեջ, որովհետեւ հենց այդ լռության արդյունքում դու ունենում ես այն մտքերն ու գաղափարները, որոնք կարաս ի վերջո դարձնես իրականություն։ Եվ մենք մայիսի 2-ին դա կդարձնենք իրականություն։ Ու ես մի օր կտեղափոխվեմ Debate։ Ինչքանով է ստացվում ներգրավել մարզի մարդկանց այս իրադարձությունների եւ միջոցառումների մեջ, որովհետեւ սա այնուամենայնիվ մեծ ջանքեր պահանջող եւ ծավալուն աշխատանք է, հենց այնպես չի ստացվում, որ միջոցառումը կազմակերպվի եւ մարզում ապրող մարդիկ իրենց քաղաքից տարբերվող առնվազն կենսակերպով կան միջոցառմանը եւ սկսեն ներգրաված լինել միանգամից նման իրադարձությունների մեջ։ Ինչպես եք անում։ Մի փոքր հավելեմ ինայ հարցը եւ նաեւ այնտեղ բնակիչները նախապես որևէ ինֆորմացիա տեղեկատվություն ունենում են, հատկապես խոսքի ինչի մասին է լինելու եւ նրանք ուր են գալիս, թե այսպես պիտի հավաքվեն ու այդ պահին հենց այդ վարքյանին ներկայացվի այն, ինչ որ պիտի ներկայացվի։ Նախ կուզեմ ասել, որ այս ամենի հիմքում միայն ես ու Գայանեն չենք, մեր մեջքի ետևում կա մեծ թիմ, 20 հոգուց բաղկացած կամավորական խումբ, որի զգալի մասը հենց մարզից է եւ մեր առաջին նաեւ նպատակներից մեկն էր այն է, որ հենց մարզի ներգրավենք այդ աշխատանքային process-ի մեջ։ Բավական բարդ է ստացվում, որովհետեւ երբ որ դու տեղափոխվում ես լրիվ այլ մտածելակերպ ունեցող մարդկանց հարթակ եւ ուզում ես այդ փորձի փոխանակումը մի քիչ ավելի հեշտ լինի, ընթացքում դու բազմաթիվ խոչընդոտների ես հանդիպում։ Բայց մենք չենք ուսահատվում, փորձում ենք ժամանակի մեջ տեղավորվելով, հավելյալ ինչ-որ գործառույթներով, մաքսիմալ կերպով իրենց ներգրավել, չեմ ուզում ասել սովորեցնել, բայց ուղղորդել երևի ավելի տենց ինչ-որ բառ ընտրեմ, որ ճիշտ լինի,
բավականին բարդ է, բայց մենք սա մեզ համար եւս առաջին ինձ համար սա եւս առաջին մասշտաբային միջոցառման փորձն է, որպես մարզային կերպար, արդեն 5 տարի ապրելով դեպետում, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք սա դարձնել նախ երկարաժամկետ նախագիծ, որտեղ մենք սա չենք ուզում իվենթի ֆորմատով եզրափակել, քանի որ դեպետում պետք է լինեն այնպիսի հարթակներ, որ կարողանան հենց այդ մարզի մարդիկ իրենց խոսքը լսելի դարձնեն, որ իրենց միայն այդ քառակուսու մեջ այդ ամեն ինչը չմնա։ Ու լրացնելով հենց մեր այս համագործակցությունը, հա քաղաքից Երևան կամավորները հենց համայնքից են, որոշները նաև Երևանից են, սա հենց հիբրիդային համայնքի ստեղծելու մոդել է, որը պարտադիր չի որ տեղային լինի, կարող է նաև վիրտուալ հարթակում լինի, բայց իր արժեքը ու value-ն վերջնական հենց համայնքի համար տեղի ունենա։ Ու ոնց Սվետան ասեց, բավականին բարդ է, բայց մենք այս process-ում նաև ստեղծում ենք մի ամբողջական համակարգ, որը փոխանցելի լինի նաև մյուս համայնքի ներկայացուցիչներին, ովքեր մի օր եւս կցանկանան TEDx կազմակերպել, որովհետեւ թերևս TEDx-ը միայն նրա համար է, որպեսզի փոքր համայնքների ձայնը լսելի դարձնի ամբողջ աշխարհում։ Հիմնական նպատակը ու տարբերությունը մնացած կոնֆերանսներից դա է։ Իսկ միջոցառման շրջանակներում անկախ տարիքային խմբերից բոլորը կարող են գտնել իրենց հետաքրքրությունը, այսինքն առաջարկվող նոր գաղափարները եւ ոգեշնչող պատմությունները վերաբերում են եւ երիտասարդներին եւ ավագ սերնդի ներկայացուցիչներին, որովհետեւ ի վերջո գիտենք, որ մարզերում, գյուղերում կամ փոքրիկ քաղաքներում ավագ սերնդի ներկայացուցիչները, հա, մեր տատիկ պապիկները կամ մեծերը հստակ իրենց զբաղմունքը ունեն գյուղերում, մարզերում, երիտասարդները սպասումով մի փոքր տարբերվում են ամենայն դեպս եւ ակնկալիքները մնում են նույնը։ Որպես այդպեսին յուրաքանչյուր ամեն դեպքում կգտնի ինչ որ նոր էջ, նոր գաղափար ունենք որոշակի տարիքային առանձնահատկություն։ Այո, միանշանակ դե նախընտրություններից կախված, բայց մեր կանխատեսումով այո, որովհետև ունենք խոսնակներ, շատ խոսեցինք հենց մարզ, համայնք տեղափոխվելու մասին եւ այլն, բայց ունենք շատ հետաքրքիր խոսնակներ, ովքեր ճարտարապետությունից են խոսելու են, թե ինչպես գործարանային տարածքները արդիլորիում գործող, որոնք թերևս միայն ծառայում են ինչպես եւ որ ստեղծվել են այդ նպատակի համար, կարելի է վերափոխել ու դարձնել համայնքային կենտրոններ, ուտելու անկյուններ, կարդալու անկյուններ, կինոդիտման անկյուններ եւ այլն, որը չի խանգարի հենց բուն գործունեությանը այդ ինդուստրիալ կենտրոնի, հա։ Ու այս ամենով հաստատ կհետաքրքրի նաև մեծահասակներին, որովհետև խոսելու են իրենց պատմական ինչ-որ տեղերից ու ցույց են տալու օրինակ Հաղպատի շրջանակներում, թե ինչպես հնարավոր է ճարտարապետական կենտրոնի ագլոմերացիան, մեծացումը, նաև պրոյեկտել փոքր համայնքների, այս դեպքում մարդկային տեսքով համայնքների վրա։ Այս օրինակներից մեկը Ըստ դա ներողություն, ըստ դա նախասիրությունների եւ նախընտրությունների հարց է, որովհետեւ կարևորը մենք ինչ որ սահմանափակումներ չունենք եւ զուգահեռ կուզեի նաեւ նշել, որ միջոցառման ընթացքում մենք ունենալու ենք արտանկյուն, որտեղ մեր արտիստը, որ էլի Լոռի մարզից է, վիզուալիզացնելու է մեր խոսնակների թեմաները էլեմենտներով, վերջում ենք ունենալու ենք նաև երաժշտական հատված, մաքսիմալ փորձել ենք ճկուն գտնվել, որպեսզի տարիքային այդ սահմանափակումների եւ փոքրից մեծ կամ մեծից փոքր լինելու դեպքում չնեղվեն եւ լիովին ներգրաված լինեն process-ի մեջ։ Սա հրաշալի նախաձեռնություն է իրականում, մայիսի 2-ին սիրելի հեռուստադիտողներ, TEDx դեպետը տեղի կունենա Coaf Smart կենտրոնում, այնպես որ շտապեք ներկա գտնվել եւ ինքներդ էլ արեք բացահայտումներ։ Շտապեք լրացնել հայտը առաջին հերթին եւ հետո անպայման ներկա գտնվել։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր զրույցի համար, իսկ մենք Հայկ Մենք շարժում ենք առաջ, ձեզ օրվա դրական շարունակություն ենք մաղթում, հիմա ճանապարհվելու եք դեպի Լոռի այսօր, այս բանը։ Կամ այսօր կամ վաղ։ Կամ այսօր կամ վաղ։ Բարի ճանապարհ մեզ հետ տարեք արևը, տարեք մեր ջերմությունը, մենք էլ կգանք ու կջերմանանք արդեն TEDx դեբետի շրջանակներում, մենք շարժում ենք առաջ եւ կարծում եմ կվայելենք երաժշտական տրամադրությունը։